միանում եմ եւ կիսում եմ այն տեսակետը, որ ընդդիմություն, իշխանություն, բանավեճը պետք է տեղի ունենա բացառապես բարեկրթության սահմաններում, հակված եմ եւ միտված եմ եւ ակնկալում եմ, որ այո, այդպես էլ կլինի եւ այդպես էլ կշարունակվի, ինչը բնականաբար չի նշանակում, որ չի լինելու բանավեճ ընդդիմության եւ իշխանության միջեւ, սակայն այդ բանավեճերը հուսով եմ, որ բացառապես բարեկրթության սահմաններում են լինելու, թերևս որպես քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր, իշխանական ուժի падգամավոր, կանեմ ինձնից կախված ամեն բան, որպեսզի բանավեճերը լինեն բարեկրթության սահմաններում եւ տեղիք չտանք որևէ միջադեպերի, ինչը կարծում եմ անընդունելի է եւ մեր հասարակության համար էլ զուտ աչքի համար հաճելի երևույթ չէ։ Կներեք, ես ընդդիմության համար չեմ կարող երաշխավորել, ընդդիմության եւ ոչ մի падգամավորի համար չեմ կարող երաշխիքներ տալ, չեմ կարող երաշխավորել, թե 5 րոպե հետո ազգային ժողովի նիստերի դալիճում падգամավորներից, ընդդիմադիր падգամավորներից, որ մեկից ինչ կարելի է ակնկալել։ Տեսեք, խնդիրը ինչումն է, նախորդ ազգային ժողովի ժամանակ էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորների կողմից բազմիցս եղել են առաջարկներ, այս նույն բարեկրթության սահմաններում փորձել կազմակերպել նիստերը եւ ելույթները, ինչպես նաեւ բանավեճերը, սակայն ընդդիմության ներկայացուցիչների կողմից այդ առաջարկները մերժվել են, շատ ժամանակ այդ ամեն ինչը տեսագրվել է հենց տեսախցիկներով, ինքներդ ականատես եք եղել այդ ամեն ինչին, դե կներեք չի կարող լինել այդ բարեկրթությունը միակողմանի։ Կոպիտ ասած, ինչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է նաև իշխանությունից։ Դե կներեք, ոնց եք պատկերացնում, պետք է գլուխներս ծռենք եւ սպասենք, որ մեզ ծեծեն, լուրջ։ Ինչը կարծում եմ տրամաբանական է եւ պետք է որ ընդունելի լինի բոլորի համար, բայց նորից եմ կրկնում, ամեն ինչ արել ենք եւ անելու ենք, որպեսզի բանավեճերը ընթանան բարեկրթության սահմաններում, ինչը չնայած չի նշանակում, որ չեն հնչելու եւ չեն լինելու քննադատություններ։